Էլեկտրոնային մատյաններում գնահատականներ փոփոխելը կդժվարանա։ Կրթական գերատեսչությունը կսահմանափակի դրանցում կիսամյակային ու տարեկան գնահատականների փոփոխման հնարավորությունը։ Նախարարությունից ասում են, հազանգեր կան, որ ուսուցչի դրած գնահատականը դպրոցի տնօրենը փոփոխում է։ Ուստի որպեսզի առանց ուսուցչի գիտության եւ համաձայնության որևէ մեկը գնահատում չիրականացնի, գնահատման կարգը կփոխվի եւ աշակերտի գնահատականը կվերանայվի մանկավարժական խորհրդի որոշմամբ։ Ըստ կրթության փորձագետի, համակարգի վերանայումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ նախկինում էլեկտրոնային մատյանում գնահատական մուտքագրելու համար ուսուցիչը սահմանափակ ժամանակ ուներ։ Համակարգը այնպես էր ստեղծված, որ 3 օր հետո փակվում էր։ Ուսուցիչ էր կարողանում արդեն իր էջով գնահատական գրանցել։ Դրա համար դիմում էին տնօրեններին։ Տնօրենների էջով վարչական լիազորություններ բաժնով կարողանում էին գրանցումներ անել կամ գնահատական փոփոխել։ Հիմա արդեն այս խնդիրը չկա, բայց գնահատականի փոփոխություն տնօրենները շարունակում են իրականացնել հօգուտ աշակերտի։ Սա էլ միայն այն դեպքում, երբ խնդիր կա կարմիր վկայական ստանալու, փորձագետի դիտարկումն է։ Ավարտական դասարաններում կարող է խնդիր առաջանալ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում գնահատական փոփոխել, որ երեխաները ստանան կարմիր վկայական։ Նման դեպքերում անհրաժեշտությունը չի լինում բացառությամբ այն առարկաների մասով, որոնք նախորդ տարիներից պետք է ավարտական վկայական մեջ կամ ավարտական ատեստատի մեջ տեղափոխվի։ Հանրակրթության պետական նոր չափորոշչով չկա բավարար կամ անբավարար գնահատական։ 10 բալանոց համակարգում 1-ից 3 գնահատականները այլևս անբավարար միավոր չեն դիտարկվում։ Դա նշանակում է, որ աշակերտը նույն դասարանում մնալ այլևս չի կարող, պետք է պարտադիր փոխադրվի հաջորդ դասարան։ Կրթության մյուս փորձագետն էլ թեև կողմ է այս համակարգին, բայց նկատում է, մեր աշակերտներն ունեն լուրջ մոտիվացվածության խնդիր։ Վերանայելով համակարգը, աշակերտից խլում ենք սովորելու միակ շարժառիթը։ Եթե մենք ուրիշ բան չունենք, ուրիշ բան չենք առաջարկել, ուրիշ ձև չենք տվել, ապա շատ դժվար է կոնկրետ բառը վերցնել հանել ինչ որ աշխատում էր ու տեղը տնել ինչ որ մի բան, որ ընդհանրապես ճիշտ է, բայց ասենք ոչ այնանք ում որ ուղղված է աշակերտները եւ ոչ այնանք ում ձեռքի գործիքն է դա ուսուցիչները, իրենք չեն հասկանում, թե ոնց պետք է աշխատեն առանց դրա առկայության։ Թադևոսյանն ընդգծում է, ցանկացած փոփոխությունից առաջ նախ պետք է փորձարկել այն, ընդ որում ոչ միայն գյուղական, այլև քաղաքային միջավայրում եւ ստուգել դրա արդյունավետությունը, հասկանալու արդյոք այն արժանանում է աշակերտների, ծնողների ու ուսուցիչների հավանությանը։ Անդրադառնալով Տավուշի մարզում փորձարկվող կրթական նոր չափորոշչին, փորձագետը նկատում է, ուսուցիչները դրանից գլուխ չեն հանում։ Տավուշի մարզում կարողունակությունների վրա հիմնված ուսուցման մոդելը կիրառում են, ես ինքը շատ հաճախ աշխատում եմ նույն մարզի ուսուցիչների հետ։ Եվ 10-ից մեկն է, որ նորմալ հոդաբաշխ կերպով կարողանում են բացատրի իրենք ինչ են անում։ Ու դա սարսափելի է։ Թադևոսյանի խոսքով ինքը կողմ է կրթական բոլոր բարեփոխումներին, եթե իհարկե դրանք խելամիտ են, շրջահայաց ու արդյունավետ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։